Մայիս 28-ի զորահանդեսը հաջողած կհամարեմ այն յուրօրինակ հաշվետվություն եւ լավ հնարավորություն ցույց տալու մեր գդարած աշխատանքը հանրային հերոստանգերության եթերով ըստ պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան բնական է որ ամբողջ զինանոցը չէ որ ցուցադրեցինք զորահանդեսի կարևոր փաղադրիչներն էին նաեւ հայրենական ռազմաարդյունաբերության նմուշներ որոնք նույնպես հանձնվեցան մեր հանրության թադին ըստ նախարարը Աշխատանքային այցելությամբ Ղազախստան գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյան Աստանայի մեջ մասնակցած է Եվրասիական տնտեսական համաժողովի լիակումար նիստին։ Փոխվարչապետը համաժողովի ընթացքին հանդես եկած է ելույթով, ուր մասնավորապես նշած Եվրասիական տնտեսական միության երկիրներու արհեստական բանականության զարգացման կարևոր քայլ կհամարենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներու մեջ արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունիլը։ Հայաստան պատրաստ է առարգայական երկխոսության եւ համատեղ գործնական աշխատանքի այս ուղղությամբ բոլոր համատեղ նախաձեռնություններու իրականացման նպատակով ըստ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյան Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ բացառեց Աստանայի մեջ Եվրասիական տնտեսական միության կազմակերպողին Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցներու կիրառումը։ Խոսքը պայմանագիրի փոփոխման մասին չէ, պայմանագիրի մեջ փոփոխություններ կատարելու համար փոխհամաձայնություն անհրաժեշտ է։ Եվ Հայաստանը, ինչպես գիտենք, Եվրասիական տնտեսական միութենեն դուրս գալու չի պատրաստ տվիր։ Այնտեղ շատ լավ կգիտակցին ինչպես արտոնություններու, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություններու հետ արևդուրի ծավալը, որը մեծապես հնարավոր դարձավ այն արտոնյալ թրության շնորհիվ, որոնք գոյություն ունին Հայաստանի համար, ըստ է Ռուսաստանի փոխվարչապետը։ Օվերչուկ միաժամանակ բնդած է թե Հայաստանի Եվրամիության միանալու ծրագիրներու շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն կստեղծի, ինչպես նաև ռուս ներդրողներուն համար։ Ղազախստանի նախագահ Քասեմ-Ժոմարտ Տոկաև հանդիպած է Ռուսաստանի նախագահին, որը պետական այցելությամբ Աստանա ժամանեց։ Այցելության ընթացքին Պուտին նաև կմասնակցի Եվրասիական տնտեսական միության ղեկավարներու գագաթնաժողովին։ Առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության միջազգային խոշոր եւ նշանակալի որևէ խնդիր չի գտնար պատշաճ լուծումը ստանալ ըստ Ինտերֆաքսի ըստ է Ղազախստանի նախագահը ավելցնելով թե Պուտին բադվով եւ արժանապատվությամբ կիրականացնել ռուս ժողովրդի եւ ռուսական պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող առաքելություն։ Հայաստանի ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններու օրվնե առաջ 10-րդ օրվան թրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողներու ցուցակի մեջ ընդգրկված ընտրողներու ընդհանուր թիվը կհաշվի 2,480,232 կհայտնեն քաղաքացիության ծառայությունեն։ Ամերիկան եւ Իրանը համաձայնության եկած են 60 օրվան անցումային հուշագիրի շուրջ, որը նախադեсած է հրատատարը երկարացնել եւ Իրանի գորիզային ծրագիրի շուրջ բանակցություններու մեկնարկ կհաղորդի Աքսիոս։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփ վերջնականապես չէ հաստատած փաստաթուղթը։ Աքսիոսի տվյալներով կողմերը արդեն համաձայնության եկած են անցումային հուշագիրի մեջ տեղ գտած գեդերու մեծ մասի շուրջ։ Նշված է, որ համաձայնեցված փաստաթուղթը ավելի մեծ հնարավորություններ կստեղծի Թեհրանի գորիզային ծրագիրի շուրջ բանակցություններու համար, սակայն որոշ մանրամասնություններ կմնան վիճելի եւ Վաշինգտոն կընդունի, որ համաձայնագիրը դեր կժնա ցախողիլ։ Ադով հանդերձ նույնիսկ այս միջանկյալ ցերկբերումը անհավանական կթվեր, քանի որ իրավիճակը մերձավոր արևելքի մեջ կմնա ծայրահեղ լարված, չնայած խաղաղության նոր փաստաթուղթի մշակման կողմերը կշարունակեն ռազմական փախումներ։ Վերջին 24 ժամվան ընթացքին Ամերիկան եւ Իրանը գրգին փոխադարձ հարվածներ հաստատած են։ Ամերիկան հարվածած է անօդաչու թռչող սարքերու արձակման գայանը, իրանյան հրթիռներն ու անօդաչու սարքերն հարձակած են Քուվեյթի մեջ գտնվող ամերիկյան գայանի վրա։ Իսլամական հեղափոխության բահաբաններու ստորաբաժանումը սպառնացած է Ամերիկային գոշտ պատասխանելով Իրանի վրա հետագա հարձակումներու բարակային։ Ամերիկայի ելևմուտքի նախարարությունը ընդլայնած է Իրանի դեմ պատժամիջոցները սև ցուցակի մեջ ընդգրկելով 16 իրավաբանական անձ, 8 քարյուղադար եւ Հնդկաստանի 1 քաղաքացի։ Վաշինգտոնի տվյալներով անոնք բոլորը Թեհրանի շահերեն փոխող քարյուղի մատակարարումներով կսպաղին։ Նոր սահմանափակումները կվերապերին Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ, Քաթարի, Հնդկաստանի, Չինաստանի, Հոնկոնգի եւ Մարշալյան գազիներու մեջ արձանագրված ընկերություններում։ Բացի այդ պատժամիջոցներու տակ հայտնված է Պարսից ծոցի գործերու վարչությունը, որը Թեհրան ստեղծած է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի նավագնացության դիտարկման եւ վերահսկման համար։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյդի Վենս հայտարարած է Իրանի հետ բանակցություններուն հարաճընթացի մասին։ Մենք իսկապես կգործենք, որ անոնք կբանակցին առնվազն այս բահուն բարեխիղճորեն եւ մենք առաջ կշարժենք, ըսած է լրագրողներուն։
Ռումանիո իշխանությունները հայտնած են, թե հարևան Ուկրաինայի վրա մայիս 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակումի ընթացքին անօդաչու թռչող սարքը ինգած է Ռումանիո Գալատի քաղաքի դասահարգանի բնակելի շենքի դանիքին։ Այդ պատճառով բայթում եւ հրթեհ բռնգած է 2 մարդ վիրավոր է։ Ռումանիան, որը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ է, Ուկրաինայի հետ ունի 650 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման։ Մայիս 29-ի միջադեպը առաջին դեպքն էր, երբ անօդաչուն հարվածեց Ռումանիո բնակեցված շրջանը վնասներ պատճառ Պաշտպանության նախարարությունը հայտարարած է, որ օդ բարձրացուցած է 2 F-16 գործանիչներ եւ 1 ռազմական ուղղաթիռ հարձակումը վերահսկելու համար։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը